Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժինը տարիների ընթացքում ձևավորել է մասնագետներ, որոնք իրենց ուրույն ձեռագիրն ունեն հայկական մեդիադաշտում։ Այս եւ այլ թեմաների մասին առաջիկա րոպեներին բարի կեսօր, դուք դիտում եք ժամը։ Այսօր մեր զրուցակիցը հեռուստամեկնաբան, լրագրող, հաղորդավար Էռնա Էլիզբարյանն է, որի մասնագիտական ուղին առանձնանում է եթերային ինքնատիպությամբ եւ մեծ փորձով։ Շատ բարեկամ ունենք Էդվարդ Եսայանց, կարելի ասել հեռուստատեսության հայտնի գուրուներից մեկն էր, եւ ռեժիսոր Յուրի Գզոյան, իհարկե հիմա Երջանկահիշատակ Յուրի Գզոյան, իրանք ինձ ուղղորդեցին, որ եթե ես ուզում եմ այս մասնագիտությամբ աշխատեմ, որտեղ իրանք տեսնում են, որ ես ունեմ այդ բոլոր հնարավորությունները հեռուստատեսությունում աշխատելու որպես հաղորդավար, ինձ պարտադիր պետք էր մասնագիտական կրթություն։ Ինձ ուղղորդեցին, որ հենց հեռուստալրագրության բաժին գոյություն ունի մանկավարժական համալսարանում։ Այդպես ես ինքնուրույն պարապեցի եւ ընդունվեցի մանկավարժական համալսարան։ Իսկ ինչ էր ինձ հարկավոր էր մասնագիտական կրթություն, որովհետև իհարկե ես արդեն ունեի պրակտիկ աշխատանք, բայց տեսականը ես կարծում եմ, որ ավելի կարևոր էր։ Այն ինչ տալիս է բուհը քեզ, երբեմն պրակտիկ չես կարող սովորել, այսինքն տեսական գիտելիքները դա պարտադիր է։ Իմ կուրսղեկը Շամիրամ Աղաբեկյանն էր, Հայաստանի Հանրապետության, ես կարծում եմ լավագույն լրագրողներից մեկը, շատ խիստ էր դասավանդում լրագրությունը եւ ասում էր, թե լրագրողը ինչպիսին պիտի լինի։ Հիմա ցավոք այն չափանիշները, որ Շամիրամ Աղաբեկյանն էր մեզ ասում եւ դասավանդում, թե լրագրողը ինչպիսին պետք է լինի, հիմա երևի դաշտում մի քիչ են։ Ես հիշում եմ մի անգամ Շամիրամ Աղաբեկյանը ինձ ասեց, Էռնա ջան, ես գիտեմ, որ դու աշխատում ես արդեն աստղ ես, բայց ես խնդրում եմ, որ դու երբեք դասերը բաց չթողես։ Այսինքն բացակայություններ չունենաս։ Եվ ես սիրով գալիս էի, որովհետև այն գիտելիքները, որ ինձ տալիս էին դասախոսները, բոլորը իրենց ոլորտում կայացած, հարգված մարդիկ էին, մասնագետները, եւ ես մեծ հաճույքով էի գալիս, բացի նայից, որ իմ կուրսի ուսանողներն էին լավը, նաև դասախոսական կազմն է շատ լավ ու բարձր որակի։ Առաջին մասնագիտությամբ քրեագետ իրավաբան է, բայց երբևէ չի աշխատել այս մասնագիտությամբ։ Փոխարենը նշում է ու հիացմունքով խոսում ուսանողական տարիներին առաջին անգամ ազգային, ներկայիս հանրային հեռուստաընկերությունում հայտնվելու մասին։ Մանկավարժական համալսարանը իմ երկրորդ բարձրագույն կրթությունն է, առաջին մասնագիտությամբ իրավաբան եմ, ճիշտ նշեցիք, բայց երբևէ չեմ աշխատել իմ մասնագիտությամբ, քանի որ երբ ուսանող էի, բախտի բերմամբ թե պատահմամբ ես հայտնվեցի ազգային հեռուստատեսությունում։ Ինձ վստահեցին մի անգամից ուղիղ եթեր մտնելու իրավունքը։ Երկարատև աշխատելուց հետո հասկացա, որ իրավաբանությամբ ես չեմ աշխատի, թե ունեի բավականին մեծ հնարավորություններ։ Առաջին եթերս հանրային հեռուստատեսությունում է հիմա, այն ժամանակ ազգային հեռուստատեսություն էր, ես ուղիղ եթերում վարում էի Կիրակի երաժշտական ծրագիր, իհարկե մշակութային ծրագիր էր։ Ես երևի այն քիչ մարդկանցից եմ, ով բավականին ոլորտներ հաղթահարել է, այսինքն իմ մուտքը հեռուստատեսություն եղել է մշակութային ծրագրի վրա, որը տարիներ հետո վարել եմ։ Տեղափոխվել եմ մշակույթ հեռուստաընկերություն, որի հիմա ներկայիս H2-ն է, այնտեղ վարել եմ Կիրակի մշակութային լրատու։ Դրանից հետո ես տեղափոխվել եմ ոստիկանություն, այստեղ ինձ արդեն օգնել էր իմ առաջին մասնագիտությունը, որովհետև ես տպագրվում էի եւ 02 շաբաթաթերթում եւ վարում էի Արմենիայում քրական ժամ հաղորդումը, բավականին պոպուլյար էր այդ քրական ժամ հաղորդումը, աշխատում էի ոստիկանությունում։ Հետո արդեն տեղափոխվեցի Արմենիա հեռուստաընկերություն 2002 թվականից եւ մինչ օրս աշխատում եմ այս հեռուստաընկերությունում, ոնց որ մի ընտանիք լինել, արդեն դարձել եմ ոնց որ սա իմ ընտանիքն է, ընտանիքի անդամ։ Խոստովանում է, առաջին եթերը լարված էր, բայց դա սկիզբն էր մասնագիտական մեծ ճանապարհի։ Իսկ զգացողություններ էր ուղիղ եթերում, սարսափելի։ Այդ հիմա է, որ sense մտնում ես ուղիղ եթեր ու դուրս ես գալիս, բայց առաջին անգամ, որ դեպի հիշես տեքստերը, որ օգնում են, որ դու գրես։ Իհարկե հիմա մենք ինքներս ենք մեր տեքստը գրում, բայց այն ժամանակ, քանի որ ես դեռ չունեի բունի մասնագիտությունը այդ լրագրողի, ինչպես են գրում, ինչպես են նյութը մատուցում, ինձ այն ժամանակ կային խմբագրեր, որոնք օգնում էին։ Սարսափելի էր, ձայնս դողում էր,
սիրտս արագ բաբախում էր, բայց այդ ընթացքում ես կարողանում էի ինձ հավուր պատշաճի դրսևորել, որ համ ոնց որ իմ գործընկերների հրախուսանքին է արժանանում, նաև հեռուստադիտողի, էլի այս մասնագիտության մեջ երեխեք ամենակարևորը, որ հեռուստադիտողը քեզ սիրի եւ ընկալի։ Այսինքն, եթե քեզ սիրի, ընդունի, ընկալի, ուրեմն իմացեք, այս բնագավառում դուք կունենաք հաջողություն։ Բայց եթե դուք լինեք անդեմ, չհիշվող, ոչինչ չասող, որտեղ էկրան ինքը նաև փոխանցում է ձեր խարիզման, ձեր գիտելիքները, ձեր ներաշխարը։ Եթե ասում եմ առաջինը հեռուստադիտողն է, եթե սիրեց եւ ընկալեց, ուրեմն իմացեք, դուք այս ոլորտում կունենաք հաջողություններ։ Ռոզա Խաչատրյան, Ջեմա Ասատրյան, Ադիբեկ Բադալյան, Մանկավարժականն իմ աչքերով։